Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր ու հարմարավետ վայր։ Այստեղ դռներն է բացել գտնված երազի երկրորդ ակումբը։ Ակումբի հիմնական նպատակն է մարզերում բնակվող տարեցների համար ստեղծել ջերմ մթնոլորտ եւ օգնել նրանց ակտիվորեն ներգրավվել հասարակական կյանքում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի Տիկին եւ Իմ քայլի հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի նախաձեռնած գրթվելը նորացվե շարժման աչագից ծրագրի գտնված երազ նախագծի երկրորդ ակումբն ենք բացում Վայոց ձոր մարզում Արենի համայնքում։ Մենք մի հատ էլ գտնված երազ ավագ սերնդի ակումբ ունենք Արտաշատ քաղաքում։ Մեր ողջավորությունը շատ մեծ էր, երբ տեսանք 45 ավագ սերնդի ներկայացուցիչներ եկել էին այստեղ բացման արարողության, շատ ողջշնչված, քաչալերված այս նախաձեռնությամբ։ Բոլորը մեկ մոտեցան եւ շնորհակալություն հայտնեցին այս խաղապարի համար։ Այստեղ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները պիտի մասնակցին նկարչության, մեդիա գրագիտության, մարմնամարզության եւ ընթերցանության դասընթացների ժամեր անցկացնելով դնից հերու, առօրյա ֆերից հերու եւ իրար հետ քննարկելու իրենց առօրյա հոգսերը կամ ուրախությունները, հաջողությունները իրենց ընտանիքների։ Միջոցառմանը հավաքված 40-ից ավելի տարեցներն արդեն կատարել են իրենց ընտրությունն ու հերթագրվել նախընտրած խմբակներում։ Ես շատ ուրախ եմ, որ այսքան մարդ գրանցվեց, այսքան ավագ սերնդի ներկայացուցիչներ գրանցվեցին այսօրվա մեր տարբեր դասընթացներին։ Կոնկրետ մեդիագրագիտության խմբում շատ ահագին գրանցվեցին 10-ից ավելի։ Ու շատ հաճելի է, որ դեռ իրենք ուզում են սովորել ու շարունակել իրենց գիտելիքները զարգացնել ու ժամանակից հետ չմնալ, մանավանդ հատկապես իրենք ոգևորվեցին արհեստական բանականություն լսելուց, ինձ թվում է իրանց այդ աչքերի փայլը ես տեսա նկատեցի, հիմա հուսով եմ կարդարացնենք իրենց երազանքները, ինչ ասեմ, նպատակները, լավ կլինի ամեն ինչ, ես էլ իրենց կողքին կլինեմ ամեն ինչում, ամեն հարցում կօգնեմ։ Ողջունում եմ Իմ քայլի հիմնադրամի այս նախաձեռնությունը։ Ես ինքս ընդգրկվել եմ մարմնամարզության եւ ընթերցանության այդ խմբակների մեջ ու շատ ուրախ եմ, որ առաջիններից մեկը հենց Արենին է ընտրվել։ Բերելու եմ ամուսնուս, բերելու եմ, որ ընդգրկենք այս նախաձեռնության մեջ եւ համոզված եմ, որ կգա, անպայման կգա։ Թեև այս պահին ակումբի անդամները բացառապես կանայք են, նրանք վստահեցրել են, որ շուտով կոգեշնչեն ու կներգրավեն նաև իրենց ամուսիններին։ Հետաքրքրությունը շատ մեծ է, բոլորը գնացին դուն շատ ուրախ եւ խոստացան ասել իրենց բարեկամներուն, հարազատներուն, ամուսիններուն, որպեսզի կան եւ անդամակցեն գտնված երազ ակումբի։ Նշենք նաև, որ եւս մեկ տարեցների ակումբ մարտից արդեն գործում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։